Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, վերջին շաբաթն է մեկնարկում մեզ մոտ մինչ փլեյոֆին անցնելը, շատ թիմեր արդեն կարողացել են իրենց տեղը ապահովել փլեյոֆ գոտում, իսկ մի քանիսը դեռ պայքարում են հասնելու դրան, ինչևէ այսօր մեկ հանդիպում ենք դիտելու եւ միմյանց հետ են մրցում Կադիսը եւ Լևերկուզենի Բայերը։ Կադիսը դեռ հնարավորություն ունի լավագույն ութնյակում հայտնվելու, հիմա տեսնում ենք, որ խաղը մեկնարկեց, իսկ Բայերի ֆուտբոլիստները ի վերջո այս մրցաշրջանում միայն վաստակեցին փոքր լիգայի ուղեգիրը, ինչևէ հիմա տեսնենք խաղը մեկնարկել է եւ անցնենք թիմերի հայտարարություններին։ Կադիսի դարպասը պաշտպանում է համար 1 Հայկ Լալազարյանը, համար 3 Վարազդա Դուրգարյան, համար 4 Հայկ Ղևոնդյան, համար 9 Սրա Բաբաբլոյան, համար 10 Սևադա Օհանյան, համար 19 Դանիել Հակոբյան, համար 23 Ռուբիկ Ջուլհակյան, համար 27 Կարեն Շիրխանյան, համար 77 Ասատուր Հակոբյան եւ համար 80 Ռոբերտ Ֆիդանյան։ Բայերի դարպասը պաշտպանում է համար 1 Թաթուլ Սևոյանը, համար 2 Վարամը Կրչյան վտանգավոր է եւ հաշիվը բացված է մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ։ Կադիսը կարողանում է շատ արագ հանդիպման հաշիվը բացել եւ գոլեղինակ է դառնում Վարազդա Դուրգարյանը։ Վարազդա Դուրգարյան 1-0 շատ արագ Կադիսը հանդիպման հաշիվը բացում է եւ էլ ավելի հետաքրքիր խաղ է ընթանալու սիրելի ֆուտբոլասերներ։ Ես հիմա վտանգավոր է եւ հավասարեցված է հանդիպման հաշիվը մեզ մոտ շատ արագ, հիմա էլ Բայերը կարողանում է հավասարեցնել հանդիպման հաշիվը, գոլի հեղինակ է դառնում Արթուր Պետրոսյանը։ Արթուր Պետրոսյան 1-1, ինչ է կատարվում խաղադաշտում, արդեն 3 րոպե անցել հանդիպումից եւ տեսնում ենք, որ երկու գնդակ է արդեն խփվել եւ հավասար հաշիվ է մեզ մոտ, հիմա նորից Բայերն է գրում, շատ ակտիվ են մեկնարկել թիմերը, ես անգամ չեմ կարողանում վերջացնել թիմերի հայտարարություններին, հիմա վերջացնեմ Բայերի հիմնական հայտարարությունը, համար 2 Վարամ Մկրտչյան, համար 3 Հովանես Կուրգինյան, համար 4 Աղասի Ավետիսյան, համար 5 Արմեն Ազնաուրյան, համար 7 Արթուր Պետրոսյան, համար 10 Անդրանիկ Կիրակոսյան, համար 9 Գագիկ Ղուկասյան, համար 17 Համլետ Ազնաուրյան, համար 21 Միքայել Թակվորյան եւ համար 33 Հարություն Օհանյան։ Խելայեղ մեկնարկ են տվել թիմերը, տեսնում ենք այս առաջին մի քանի րոպեներին, հիմա վտանգավոր Տուգանային է վաստակել Կադիսը, սուլի չկա, տեսնենք ինչպես կհարված են, հարված, բայց բարձր է հիմա հարվածում այստեղ Կադիսի ֆուտբոլիստը։ Հարված կատարեց Ռոբերտ Ֆիդանյանը, նրա հարվածը շատ բարձր ընթացավ։ Հիմա էլ տեսնում ենք Բայերն է գրում, այստեղ չստացվեց, տեսնում ենք փոխանցումը Միքայել Թակվորյանի,
Կադիսը բացի այս խաղից մեկ հանդիպում էլ ունի անցկացնելու, բայց նրանց հաղթանակ է հարկավոր, նրանք այս պահին 22 միավորով 10-րդ հորիզոնականում են և 8-րդ հորիզոնականում գտնվող Արցախին զիջում են ընդամենը 1 միավորով, Արցախն էլ զուգահեռաբար խաղում մրցում է Ատալանտայի հետ և այնտեղ էլ հետաքրքիր հանդիպում է ընթանում, ինչևէ Կադիսին միայն ու միայն հաղթանակ է հարկավոր մրցաշարային աղյուսակում բարելավելու համար և փլեյոֆ գոտում հայտնվելու, դեռ շատ ժամանակ կա հանդիպման ավարտին, հաշվի մեջ փոփոխություն չկա, 1-1 է հաշիվը, իսկ Բայերն էլ նորից 15 խաղ է անցկացրել, նրանք էլ բացի այս խաղից մեկ հանդիպում ունեն անցկացնելու, 16 միավորով 13-րդ հորիզոնականում են, բայց նրանք նշեցի խաղի սկզբում, որ միայն փոքր լիգայի ուղեգիր են այս պահին նվաճում, այստեղ կենտրոնում սխալվեց Բայերի ֆուտբոլիստը և գնդակը անցնում է Կադիսին, Կարեն Շիրխանյանը թողնում է թիմակցին, տեսնենք փափուկ փոխանցում դեպի Սևադա Օհանյանը, բայց այդ փոխանցումը ի վերջո հասցեատեր չունեցավ, տեսնում ենք թիմերի գոլերից հետո մի փոքր խաղի տեմպը ընկավ, այս մի քանի րոպեների ընթացքում, և հիմա տեսնում ենք, որ Բայերի ֆուտբոլիստները կարողացան անկյունային այս իրավիճակում կորզել և կտեսնենք այս խաղի առաջին անկյունայինը Աղասի Ավետիսյանն է գնդակի մոտ, փոխանցում Տուգանային հրապարակ, հեռացված է այս գնդակը, նորից մնում է Բայերի մոտ գնդակը, Համլետ Ազնավուրյան շարունակում է, չստացվեց հարվածը Բայերի ֆուտբոլիստի և հիմա կարող է հարված լինել Կադիսի ֆուտբոլիստից և գոլ! Երկրորդ անգամ այս խաղում հաշվի մեջ առաջ է անցնում Կադիսը և գոլի հեղինակ է դառնում Կարեն Շիրխանյանը, 2-1: Կարեն Շիրխանյան 2-1 օգտվեց Կադիսը Բայերի այս սխալից և հակագրոհը Կադիսը իր արդյունքի հասցրեց և նորից առջևում են Կադիսի ֆուտբոլիստները, հիմա պարտվողի կարգավիճակում են Բայերի տղաները նորից, արդեն երկրորդ անգամ այս խաղում, մոտ 10 րոպե է արդեն առաջին խաղակեսից անցել, սիրելի ֆուտբոլասերներ, 3 գոլ ենք տեսել արդեն, շատ բարձր է տեմպը խաղի, տեսնում ենք, որ մանր խաղարկումներով Բայերի ֆուտբոլիստները փորձում են կիսադաշտը անցնել, ի վերջո խլեցին գնդակը Կադիսի ֆուտբոլիստները, այստեղ էլ կորցնում է գնդակը Հարազդատ Բուլգարյանը, մաքուր է հիմա խաղացել, այստեղ տեսնում են Կադիսի ֆուտբոլիստը և շարունակում է մնալ նրանց մոտ գնդակը Կարեն Շիրխանյան, տեսնենք կենտրոնում է, փոխանցում, գեղեցիկ փոխանցում և փրկում է այստեղ իր թիմին Թաթուլ Սևոյանը վերջին պահին և հիմա էլ տեսնելու ենք հակառակ ուղղությամբ անկյունային հարված,
Շիրխանյանն է գնդակի մոտ, տեսնենք Տուգանային է հարվածում, վտանգավոր է այստեղ լավ չգործեց մի փոքր Թաթուլ Սևոյանը, մնում է Կադիսի մոտ, գնդակը փոխանցում և չի կարողանում ֆիքսել, տեսնում են գնդակը Թաթուլ Սևոյանը, մի փոքր խնդիրների բախվեց Սևոյանը այս իրավիճակում և ի վերջո հեռացված է գնդակը, նորից Կադիսը շարունակվելու է մնալ գնդակով, հեռար հարված տեսանք, բայց բարձր է ընթանում Ռոբերտ Ֆիդանյանի հարվածը, նա արդեն երկու անգամ հարված է կատարել, երկուսն էլ բարձր են ընթացել։ Երկար փոխանցում դեպի Գագիկ Ղուկասյանը, բայց ուժեղ էր Աղասի Ավետիսյանի փոխանցումը այս դրվագում։ Տեսնում ենք, որ հիմնականում թիմերը վերջին պահին երկար փոխանցումներով են գրոհները սկսում։ Այլ կենտրոնում սխալվեց Հարություն Յոհանյանը, փոխանցում նորից Սևոյանը դուրս է եկել իր տեղից, բայց վերցրեց ի վերջո գնդակը։ Տեսնում ենք, որ այսօր մի փոքր վտանգավոր է գործում Բայերի դարպասապահ իր Տուգանային հրապարակում։ Շիրխանյանն է խաղարկում Սևադահանյանի հետ, բայց լավ չհամագործակցեցին և Ազնավուրյանը խլեց գնդակը, շարժվում է առաջ։ Խաղարկում է թիմակցի հետ, փոխում են եզրը, Հարություն Յոհանյան կենտրոնում է, հարված, բարձր է հարվածում հիմա Հարություն Յոհանյանը, լավ դիրքում էր Բայերի ֆուտբոլիստը, մի փոքր նա կարող էր շարժվել առաջ, նա տեղ ուներ մի փոքր, բայց ի վերջո հարվածով եզրափակեց այս գրոհը, բայց այդ հարվածը արդյունք չտվեց։ Առաջի խաղակեսի միջնամասն է արդեն մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ, 2-1 հաշվով այս պահին Կադիսը հաղթում է Բայերին, հետաքրքիր հանդիպում է ընթանում, շատ ակտիվ են թիմերը անցկացնում այս խաղակեսը։ Եվ տեսնենք ի վերջո Բայերը կկարողանա երկրորդ անգամ հավասարեցնել հանդիպման հաշիվը, վտանգավոր կարող է լինել Օհանյան և կարող է հարված կատարել, բայց վերջին պահին գեղեցիկ հիմա սանկման գնաց Աղասի Ավետիսյանը և հեռացրեց գնդակը, անկյունայինը խաղարկված է և Սևոյանն է հիմա էլ փրկում իր թիմին, Ֆիդանյանն էր այստեղ հայտնվել Տուգանային հրապարակում, գեղեցիկ գլխի հարված կատարեց և փրկում է իր թիմին Թաթուլ Սևոյանը։ Նորից անկյունային ենք տեսնելու Բայերի դարպասին։ Փոխանցում Տուգանային հրապարակ, նորից հարված կարող էին կատարել, փրկվում են Բայերը այստեղ ազատ էին թողել, տեսնում ենք Տուգանային հրապարակում Կադիսի ֆուտբոլիստին Բայերի խաղացողները, Ռուբիկ Ջուլակյանն էր հայտնվել Տուգանային հրապարակում։ Ֆիդանյանը տեսնում ենք ակտիվ է հիմա գործում ձախ-եզրում, շարժվում է առաջ, խլեց գնդակը և հարված Սևոյանն է փրկում այս հարվածը նորից, արագ հիմա խաղարկեցին Բայերի ֆուտբոլիստները և այստեղ կոպիտ է հիմա գործում Ասատուր Հակոբյանը Հովհաննես Կուրղինյանի հետ պայքարում։ Ամեն ինչ կարգին է Կուրղինյանի մոտ, խաղը շարունակվում է։
Նորից երկար փոխանցում։ Կարողացավ պահել գնդակը իր մոտ Օհանյանը եւ հեռացնում են հիմա Կադիսի ֆուտբոլիստները, բայց դեռ պահել են գնդակը իրենց մոտ։ Վտանգավոր է նորից հեռացում։ Օհանյանն է կորցնում գնդակը։ Թեժ պայքար է տեսնում ենք ընթանում դաշտի ձախ եզրում։ Գուրգինյանը ի վերջո կարողացան Կադիսի ֆուտբոլիստները դուրս գալ այդ եզրից։ Այստեղ է լավ այս փոխանցման ճանապարհը կանխեց Արթուր Պետրոսյանը։ Օհանյան փոխանցում, բայց հեռացված է գնդակը, Ղուկասյանը պաշտպանություն, լավ գործեց հերվից հարված Ֆիդանյանն էր նորից հարվածում, շատ վտանգավոր էր նրա հարվածը, բայց շեղ ընթացավ ի վերջո։ Տեսնում ենք, որ այսօր արդեն 3-4 անգամ հարվածել է Թաթուլ Սևոյանի դարպասին Ռոբերտ Ֆիդանյանը, բայց դեռ չի ստացվել նրան գոլի հեղինակ դառնալ։ Կադիսը նշեմ, որ իր վերջին հանդիպումը անցկացնելու է վաղը, մրցելու է Watford հետ, նորից հետաքրքիր խաղ ենք դիտելու, հիմա վտանգավոր կարող է լինել հարված եւ ինչպիսի դիրքից հիմա վրիպեց Կադիսի ֆուտբոլիստը Շիրխանյանն էր հայտնվել Տուգանային հրապարակում Բայերի, բայց շեղ է հարվածում, կարող էր դուբլ գրանցել իր հաշվին Շիրխանյանը, բայց շեղ հարվածեց ի վերջո Կադիսի ֆուտբոլիստը։ Իսկ Բայերը իր վերջին հանդիպումը անցկացնելու է Մայնցի հետ։ Խաղարկեցին Կադիսի ֆուտբոլիստները, բայց նորից Ղուկասյանը հեռացնում է գնդակը։ Տեսնում ենք Արթուր Պետրոսյանը ձախ եզրում արդեն տեղակայվել, շատ է եզրերը փոխում Բայերին հարձակվողը։ Լավն է նրանց գրո, տեսնենք, բայց Ջուլակյանը այստեղ շատ լավ է պաշտպանվում եւ ի վերջո կարողանում է եզրային նետում վաստակել Կադիսը։ Կորցեցին այստեղ Կադիսի ֆուտբոլիստները գնդակը, հիմա Բայերն է գրոն, տեսնենք լավ փոխանցում, բայց հեռացված է գնդակը։ Շարունակում է մնալ Բայերի մոտ գնդակը, Ղուկասյան կարող է հետ վերադարձնել, ի վերջո խաղարկում է Օհանյանի հետ գնդակը, Ավետիսյան։ Հիմա մանր խաղարկումներով շարժում են առաջ, այստեղ էլ Պետրոսյանն է։ Թողնում գնդակը մի փոքր առաջ։ Նորից տեսնում ենք, որ Ֆիդանյանը դաշտի կենտրոնում ակտիվ է գործում։ Լավ խաղարկումներ Պետրոսյանից, Ավետիսյանից, բայց պաշտպանությունում լավ են գործում հիմա Կադիսի խաղացողները, այստեղ էլ Շիրխանյանը խլեց գնդակը, վտանգավոր է։ Գեղեցիկ գոլ հեղինակ կարող էր դառնալ հիմա Արթուր Պետրոսյանը, բայց մի փոքր շեղ ընթացավ նրա հարվածը։
վտանգավոր գործեցին մի փոքր Կադիսի ֆուտբոլիստները պաշտպանությունում եւ կարող էին իրենց դարպասին գոլ բերել, բայց բախտը ժպտաց մի փոքր Կադիսին։ Մկրտչյան փոխանցում, բայց այստեղ Լալազարյանը տեղում է եւ վերցնում է գնդակը, երկար փոխանցում, շատ արագ վերադարձին գնդակը Բայերի ֆուտբոլիստները Մկրտչյան հարված փակում են այս հարվածի ճանապարհը, պահում է իր մոտ Մկրտչյանը գնդակը, գեղեցիկ հնարք, տեսնենք նորից Մկրտչյան ի վերջո կարողանում է անկյունային վաստակել իր թիմի համար։ Վարան Մկրտչյանը 5 րոպե է մնացել առաջին խաղակեսի ավարտին։ Սիրելի ֆուտբոլասերներ, դեռ փոփոխություն չկա հաշվի մեջ։ Այս պայն հաղթում են մեկ գնդակի առավելությամբ Կադիսի ֆուտբոլիստները։ Տեսնենք կկարողանան մինչև ընդմիջում Բայերի տղաները հանդիպման հաշիվը հավասարեցնել։ Հիմա ստանդարտ Ավետիսյանն է գնդակի մոտ։ Փոխանցում Տուգանային հրապարակ վտանգավոր կարող է լինել, բայց Շիրխանյանն է հեռացնում գնդակը եւ եզրային հիմա էլ վաստակեցին Բայերի ֆուտբոլիստները։ Պետրոսյան եւ նորից անկյունային կարծես թե եւ փոփոխություն է տեղի ունենում Բայերի կազմում, Ղուկասյանն է թողնում խաղադաշտը։ Փոխանցում Տուգանային հրապարակ, նորից հեռացված է գնդակը եւ Մկրտչյան, տեսնենք հարված եւ գոլ։ Հավասարեցնում է հանդիպման հաշիվը Բայերը եւ գոլի հեղինակ է դառնում Վարան Մկրտչյանը 2-2։ Վարան Մկրտչյան 2-2, երկրորդ անգամ տեսնում ենք այս խաղում հանդիպան հաշիվը հավասարեցրեցին Բայերի ֆուտբոլիստները եւ հիմա հավասար պայմաններում շարունակվում է խաղը։ Չորս գոլ տեսանք այս խաղում արդեն սիրելի ֆուտբոլասերներ, հետաքրքիր հանդիպում է ընթանում։ Նորից Բայերի ֆուտբոլիստներն են գրում։ Պետրոսյան այստեղ Շիրխանյանն է խլում գնդակը եւ շարժվում առաջ ձախ կեսից Օհանյանը ազատվում է եւ տեսնենք հարված կարող է կատարել։ Ոչ դեռ հարված չկա։ Եվ այստեղ հիմա տեսնում ենք, որ խաղի կանոնների խախտում Օհանյանը խախտեց կանոնները։ Շիրխանյանի հետ պայքարում ուշացրեց հարվածը Շիրխանյանը ի վերջո կարողացավ այս գրոհում Տուգանային վաստակել։ Վերջին գրոհներից մեկը կարող է լինել այս խաղակեսում սիրելի ֆուտբոլասերներ։ Տեսնենք Շիրխանյանն է գնդակի մոտ։ Վտանգավոր կարող է լինել, Սուլիչը կա։ Շիրխանյան, հարված դարպասածողին դիպավ, գնդակը շարունակում է մնալ Կադիսի մոտ եւ գոլ։ 3-2 երրորդ անգամ արդեն այս խաղում առաջ են անցնում Կադիսի ֆուտբոլիստները եւ կարծես թե ինքնագոլի հեղինակ դարձավ Կադիս Բայեր 3-2 նորից կարողանում են Կադիսի ֆուտբոլիստները
հաշվի մեջ առաջ անցնել Բայերի ֆուտբոլիստներից Եվ հիմա նորից շարժվում էին առաջ Բայերի ֆուտբոլիստները կորցրածը հետ բերելու համար, բայց լավ գործեցին Կադիսի ֆուտբոլիստները եւ վեր սիրելի ֆուտբոլասերներ առաջին խաղակեսը Հարգելի ֆուտբոլասերներ վերադարձանք եւ երկրորդ խաղակեսը մեկնարկեց մեզ մոտ եւ այս պահին Կադիսը հաղթում է 3-2 հաշվով Բայերին հետաքրքիր Առաջին խաղակես տեսանք մեզ մոտ 5 գնդակ խփվեց այդ խաղակեսում եւ ի վերջո այս պահին 1 գնդակի առավելություն են ստացել Կադիսի ֆուտբոլիստները տեսնենք երկրորդ խաղակեսը ինչպես կընթանա եւ առաջին րոպեին երկրորդ խաղակեսի տեսնում ենք Տուգանային հարված են վաստակել Բայերի ֆուտբոլիստները եւ այս ստանդարտից հետո վերհիշենք թիմերի հայտարարությունները Սուլի չկա, Աղասի Ավետիսյան Հարվածի վերջո կատարեց Ավետիսյանը, բայց լավը չէր նրա հարվածը, հիմա անցնենք կազմերին, Կադիսի դարպասը պաշտպանում է համար 1 Հայկ Լալազարյանը, համար 3 Վարազդատ Դուրգարյան, համար 4 Հայկ Ղևոնդյան, համար 9 Սրաբ Բաբաբլոյան, վտանգավոր էր հիմա Կադիսը հարված կատարեց, բայց Սևյանը վերցնում է գնդակը Համար 10 Սևադա Օհանյան, համար 14 Արմեն Բաբախանյան, վերջինս այդ հարվածը կատարեց, համար 19 Դանիել Հակոբյան, համար 23 Ռուբիկ Ջուլակյան, համար 27 Կարեն Շիրխանյան, համար 77 Ասատուր Հակոբյան և համար 80 Ռոբերտ Ֆիդանյան Բայերի դարպասը պաշտպանում է համար 1 Թաթուլ Սևոյան, համար 2 Վարամ Մկրտչյան, համար 3 Հովանես Կուրգինյան, համար 4 Աղասի Ավետիսյան, համար 5 Արմեն Ազնավուրյան, համար 7 Արթուր Պետրոսյան, համար 10 Անդրանիկ Կիրակոսյան, համար 9 Գագիկ Ղուկասյան, վտանգավոր կարող է լինել Շիրխանյան և փոխանցում Այստեղ Ավետիսյանը լավ գործեց, հիմա տեսնում ենք և շարժում է առաջ, հիմա Բայերը կարող է հակագրոել, բայց տեսնում ենք թիմակից չկա և աչ եզրում է Պետրոսյանը, համար 17 Համլետ Ազնավուրյան, համար 21 Միքայել Թակվորյան և համար 33 Հարություն Օհանյան։ Հիմա անցնենք բուն խաղին, տեսնում ենք թիմերը երկրորդ խաղակեսն էլ ակտիվ են մեկնարկել, մեկական արդեն հարված են կատարել այս խաղակեսում, Ասատուր Հակոբյանն է Շիրխանյանի հետ խաղարկում, տեսնենք Շիրխանյանը ձախ եզրում է, ի վերջո տեսնենք ինչ կանի, փոխանցում գեղեցիկ և պարմնոց և փրկեց իր թիմին Թաթուլ Սևոյանը, Արմեն Բաբախանյանն էր հարված կատարում, կրակեց Արմեն Բաբախանյանը այս հարվածը և փրկեց ի վերջո Սևոյանը վերջին պահին իր թիմին Նշեմ, որ անցած խաղում Կադիսը իր հանդիպումը անցկացրել է Չելսի հետ և 2-1 հաշվով հաղթանակ է տարել Չելսիի նկատմամբ, իսկ Լևերկուզենի Բայերը պարտվել է Ատալանտային, հիմա հարված նորից Սևոյանն էր, Սևոյանը փրկեց իր թիմի Շիրխանյանի հարվածից հետո 3-1 հաշվով ավարտվեց այդ հանդիպումը, Բայերը լավ պայքարում չկարողացավ միավոր վաստակել Ատալանտայի հետ պայքարում,
զուգահեռաբար էլ այս խաղի Ատալանտան մրցում է Արցախի հետ եւ դեռ հանդիպան հաշիվը այնտեղ բացված չէ։ Այս հաշիվը միայն Կադիսի օգտին է, տեսնենք, հիմա նորից Կադիսի ֆուտբոլիստներն են գրում, Շիրխանյան ի վերջո փոխանցում կատարեց Ֆիդանյանին, քիչ ֆուտբոլիստներով են հիմա գրում Կադիսի ֆուտբոլիստները եւ կարողացան խլել, Բայերի ֆուտբոլիստները լավ խաղարկումներ, տեսնենք, Եղեցիկ հնարք փոխանցում կարող էր այստեղ լավ եզրափակում կատարել Պետրոսյանը, բայց չհասավ այդ գնդակին Բայերի հարձակվողը Կարամ Մկրտչյանն էր ձախ եզրով հանցում կատարում եւ փոխանցումը նրա մի փոքր ուժեղ ստացվեց, բայց ի վերջո մնում է Բայերի մոտ գնդակը Պետրոսյան, տեսնեք, փոխանցեց Մկրտչյանին, Ազնավուրյան, լավ խաղարկումներ Պետրոսյան, Ազնավուրյան, տեսնենք հարված կարող է լինել, Ազնավուրյան հարված և փրկվում է հիմա Կադիսը ինչպիսի դիրքից վրիպեց Արմեն Ազնավուրյանը, լավն էր նրա հարվածը, բայց մի փոքր շեղ ընթացավ հետաքրքիր գրող տեսանք Բայերի ֆուտբոլիստների կողմից տեսնում ենք, որ այս խաղակեսում արագ գոլի հեղինակ չկարողացան դառնալ թիմերից ոչ ոք, բայց հետաքրքիր հանդիպում է ընթանում, Մկրտչյանն է նորից ձախ եզրում Փոխանցում կենտրոն Ավետիսյանին կարող է հարված կատարել, ի վերջո շրջանցեց Կադիսի խաղացողին, նորից Մկրտչյան, տեսնենք հարված, բարձր է հարվածում Մկրտչյանը, լավն էր հարվածը Մկրտչյանի, բայց բարձր ընթացավ Մեր պրեսինգ է ենթարկում այստեղ Արթուր Պետրոսյանը տեսնում ենք Ռուբիկ Ջուլակյանին, բայց խաղի մրցավարը խաղի կանոնների խախտում նշանակեց Երկար փոխանցում Տուգանային հրապարակ և ի վերջո ֆիքսում է գնդակը Սևոյանը այստեղ և արագ խաղարկեցին, նորից Մկրտչյանն է ձախ եզրում լավ անցում հիմա Մկրտչյանից, բայց Շիրխանյանն է պաշտպանությունում լավ գործում և լինելու է հարված դարպասից ի վերջո և փոփոխություն է տեղի ունենալու Կադիսի կազմում Այս պայն նայենք օնլայն տարբեր մրցաշային աղյուսակին և Արցախը ոչ ոքի է խաղում Ատալանտայի հետ, իսկ Կադիսը այս պայն հաղթում է այս խաղում և կարողանում է այս հաղթանակի դեպքում Կադիսը շրջանցել Արցախին և 8-րդ հորիզոնականում հանգրվանել, բայց շատ ժամանակ կա հանդիպման ավարտին, տեսնենք ի վերջո խաղի ելքը ինչպես կվճռվի, հիմա տեսնում ենք ձախ եզրում Տուգանային հարված են վաստակել Կադիսի ֆուտբոլիստները
ի վերջո թողեցին գնդակը Ջուլակյանին։ Տեսնենք Կադիսի ֆուտբոլիստը այս իրավիճակում ինչպես ինչ կառաջարկի մեզ դու հարված եւ դարպասաձողն է հիմա փրկում Բայերի ֆուտբոլիստերին վտանգավոր հարված տեսանք հիմա Կադիսի ֆուտբոլիստի կողմից եւ հորիզոնական դարպասաձողը փրկեց Բայերին 10 րոպե անցավ արդեն սիրելի ֆուտբոլասերներ դեռ այս խաղակեսում գոլեր չեն գրանցվել, բայց նորից տեսնում ենք ակտիվ ֆուտբոլ է ընթանում խաղադաշտում Ուղինյանը լավ խաղակեց Ավետիսյանի հետ, հիմա գնդակը շարժվում է առաջ Ավետիսյան եւ Ֆիդանյանն է հիմա Հայկանունները խախտել Ավետիսյանի հետ պայքարում Եվ Տուգանային հարված է վաստակել, հիմա տեսնենք Ավետիսյանն է գնդակի մոտ Սուլի չկա Ավետիսյան հարված և դարպասաձողին դիպավ գնդակը վերջին պահին էլ դիպչում է գնդակը Կադիսի խաղացողին և անկյունային են վաստակում Բայերը հիմա տեսնում ենք վնասվածք է ստացել Կադիսի խաղացողը բայց կանգնեց, տեսնում ենք ամեն ինչ կարգին է նրա մոտ վտանգավոր էր Աղասի Ավետիսյանի հարվածը փրկվեց հիմա էլ այստեղ Կադիսը տեսնենք փոխանցում Տուգանային հրապարակ հեռացված է մի փոքր գնդակը նորից հեռացում Եվ հիմա Բայերը Կորցնում է գնդակը և կարող են հակագրել հիմա Կադիսի ֆուտբոլիստները Սևադոյանն ձախ եզրում է հայտնվում է Ֆիդանյանը հարված Սևոյանն է փրկում իր թիմին Մենակ էր մնացել Ֆիդանյանը նորից չկարողացավ գոլի հեղինակ դառնալ այս խաղում Ռոբերտ Ֆիդանյանը Բայց մնալու է Կադիսի մոտ գնդակը Երկար փոխանցում ենք տեսնում Բաբաբլոյանի կողմից վտանգավոր է Շիրխանյան և ի վերջո Ղուկասյանը տիրեց գնդակին փոխանցեց Պետրոսյանին ձախ եզրում է հիմա Պետրոսյանը փոխանցում է պետք կատարել բայց մնում է դեռ գնդակով Պետրոսյանը շարժվում է առաջ լավ անցում տեսանք տեսնենք Կուրղինյան փոխանցում է Ազնավուրյանին փոխանցում և Լալազարյանը որսած գնդակը այս դրվագում Հիմա տեսնում ենք վտանգավոր էր Ազնավուրյանի փոխանցումը հիմա Կադիսն էլ անցել գրոյի Ֆիդանյան բայց Տեսնում ենք որ խաղը ընդհատվեց այնտեղ վնասվածք է ստացել Կադիսի խաղացողը և փոփոխություն է տեղի ունենալու Շարունակում է հանդիպումը սիրելի ֆուտբոլասերներ Երկրորդ խաղակեսի հասարակածը հատեց մեզ մոտ 3-2 հաշվով այս պայն հաղթում են Կադիսի ֆուտբոլիստները նրանք են գրոհում Ֆիդանյան փոխանցում անկյունային են վաստակում այս դրվագում Կադիսի խաղացողները Ֆիդանյանն է գնդակի մոտ փոխանցում Տուգանային հրապարակ և վտանգավոր է այստեղ հարվածը չստացվեց Բաբաբլոյանի և կարող են հակագրել հիմա Բայերի ֆուտբոլիստները Ազնավուրյան այստեղ լավ է պաշտպանում հիմա տեսնում ենք Հայկ Ղևոնդյանը
Եվ կորսեցին գնդակը Բայերի ֆուտբոլիստները ի վերջո։ Հաբաբլոյան կենտրոնում է, կարող է փոխանցեց ի վերջո Շիրխանյանին։ Նորից Շիրխանյան, հարված փակում են այս հարվածի ճանապարհը Շիրխանյանի, նորից Շիրխանյանն է գնդակով շարժվում առաջ կենտրոնում է եւ Տուգանային հարված է վաստակում այստեղ Շիրխանյանը, հայկանուները խախտեց Արթուր Պետրոսյանը։ Եվ գնդակի մոտ է Ռոբիկ Ջուլակյանը եւ Կարեն Շիրխանյանը, տեսնենք ի վերջո ով կհարվածի։ Կարծես թե Ջուլակյանն է հարված կատարելու։ Սուլի չկա, տեսնենք Ջուլակյան հարված։ Մի փոքր բարձր ընթացավ Ջուլակյանի հարվածը եւ հարված կտեսնենք Թաթուր Սևյանի դարպասից։ Այստեղ է կորսեցին գնդակը Բայերի ֆուտբոլիստները, տեսնում ենք, որ մի փոքր շտապում են նրանք։ Շիրխանյանն է գնդակով փոխանցում եւ գոլ։ Կրկնապատկում է իրանց առավելությունը Կադիսը եւ դուբլի հեղինակ է դառնում Կարեն Շիրխանյանը։ Կարեն Շիրխանյան 4-2 կրկնապատկեց իր առավելությունը Կադիսը եւ արդեն 2 գոլ է առավելությունը ստացել։ Եվ հիմա բարդ է լինելու Բայերի համար այս խաղում։ Նրանք պետք է գնան առաջ, վտանգավոր կարող են լինել, հիմա գրոհում են Ազնավուրյան, հարված թույլ էր հարվածը Արմեն Ազնավուրյանի եւ հիմա արագ խաղարկում Կադիսից Շիրխանյան, փոխանցում մյուս եզր Ֆիդանյանին եւ փոխանցում հեռացված է մի փոքր գնդակը եւ խախտում է հիմա նշանակել այստեղ խաղի մրցավարը, Ասատուր Հակոբյանն է խախտել խաղի կանոնները։ Հիմա էլ հեռացրեց գնդակը Հայկ Լալազարյանը։ Հիմա պետք են Բայերի ֆուտբոլիստները գնան առաջ եւ արագ կրճատեն հանդիպան հաշիվը։ Այստեղ գեղեցիկ փոխանցում կատարեց Կարեն Շիրխանյանը, լավ էր նկատել Ասատուր Հակոբյանին, բայց չկարողացավ ի վերջո այդ փոխանցումը արդյունք տալ Կադիսին։ Նայել վտանգավոր կարող է լինել, հարված եւ գոլ։ Գեղեցիկ գոլի հեղինակ է դառնում Արթուր Պետրոսյանը 4-3։ Արթուր Պետրոսյան դուբլի հեղինակ է դառնում Պետրոսյանը եւ 4-3 է հանդիպման հաշիվը դառնում, փորձեց մի փոքր կրճատել խաղի հաշիվը Բայերը, հիմա նորից մեկ գնդակի տարբերությամբ են պարտվում եւ գնալու են առաջ, նրանք հիմա գրոհում են, պետք է հավասարեցնեն հանդիպան հաշիվը, նորից Պետրոսյան կարևոր ֆուտբոլիստ է Բայերի համար Արթուր Պետրոսյանը։
Վտանգավոր էր հիմա էլ Ֆիդանյանն էր, հարվածում շեղ հարվածեց Գադիսի ֆուտբոլիստը։ Գեղեցիկ գոլ հեղինակ դարձավ Արթուր Պետրոսյանը։ Այլ Համլետ Ազնավյանն է գնդակով խաղարկում է Հովանյանի հետ, լավ համագործակցեցին, տեսնում ենք այստեղ Բայերի խաղացողները Պետրոսյան, բայց կորցրեց գնդակը Պետրոսյանը եւ խոտացածքին է հայտնվել Արթուր Պետրոսյանը, տեսնում ենք անհաջող վայր ընկավ։ Ամեն ինչ կարգին է Պետրոսյանի մոտ, խաղը շարունակվում է։ Տեսնում ենք Ադիսն է գրոհում, Ֆիդանյան կարող է հարված կատարել, հարվածից եւ գոլ։ Ռոբերտ Ֆիդանյանի վերջո կարողանում է գոլ հեղինակ դառնալ Կադիսի խաղացողը եւ նորից կրկնապատկում է իր առավելությունը Կադիսը։ Ռոբերտ Ֆիդանյան 5-3, նորից 2 գոլ է առավելություն ստացավ Կադիսը եւ ի վերջո կարողացավ այդ հարվածներից հետո գոլի հեղինակ դառնալ Ռոբերտ Ֆիդանյանը։ Հիմա բարդ է լինելու Բայերի համար, որովհետեւ հանդիպան ավարտին շատ քիչ ժամանակ է մնացել, սիրելի ֆուտբոլասերներ։ Երեք րոպե մեզ մնացել, սիրելի ֆուտբոլասերներ։ Հիմա պետք է արագ նորից կրճատեն հանդիպման հաշիվը Բայերի խաղացողները, բայց շատ բարդ է լինելու, տեսնենք նորից Կադիսն է գրոհում։ Արմեն Բաբախանյան լավ էր նկատել այնտեղ Ֆիդանյանին, չստացվեց նրա փոխանցումը, հիմա էլ Բայերն է գրոհում։ Ղուկասյանից լավ խլեցին, բայց մնում է Բայերի մոտ գնդակը Մկրտչյան, տեսնենք կարող է հարված կատարել, ոչ։ Փոխանցեց ի վերջո Հովանյանին, լավն էր փոխանցում Հովանյանի, Ազնավյանն էր այնտեղ շարժվել առաջ աջ եզրում, բայց չկարողացավ հասնել վերջինս գնդակին։ Վտանգավոր կարող է լինել հարված եւ բարձր է հարվածում Ասատուր Հակոբյանը, ինչպիսի դիրքից վրիպեց Ասատուր Հակոբյանը, կարող էր վերջնականապես խաղի ելքը վճռել, բայց նրա հարվածը չստացվեց, հիմա նորից վտանգավոր կարող է լինել Շիրխանյան, խլեցին գնդակը, հարված Պակեց պաշտպանը հարվածը, նորից Շիրխանյանի մոտ է գնդակը, տեսնենք, նորից փափուկ փոխանցում, Բաբախանյան, հարված չկարողացան կատարել ի վերջո Կադիսի խաղացողները։ Նորից Շիրխանյանն է գնդակով, տեսնենք, Գեղեցիկ անցում հարված եւ թիմացին է դիպչում գնդակը եւ հեռանում դաշտի դիմային գծից լավն էր հարվածը, տեսնում ենք Կարեն Շիրխանյանի։ Նա փորձում են
հանդիպումը իր տրամաբանական ավարտին հասցնել Կադիսի խաղացողները 1 րոպե մեզ մնացել վերջին գրողներից մեկը կարող է լինել Բաբախանյան փոխանցում թիմակցին տեսնենք Եվ վերջ սիրելի ֆուտբոլասերներ խաղն ավարտված է Կադիսը հաղթում է 5-3 հաշվով եւ 3 միավոր է վաստակում այսօրվա համար պատրաստել էինք այսքանը եւ բարի գիշեր կվերադառնանք վաղը